2026 թվականի նախագահական ու վարչապետի ընտրության ժամանակ անվեսնամարտիկ են նշանակված, եթե իրանք չասնին իրանց այդ քիչ հավաքած ցեները տան Ռոբերտ Քոչարյանին, նախագահան կանցնի վարչապետը նախագահան կեղնի Ռոբերտ Քոչարյանը, վարչապետը կդառնա Սերժ Սարգսյանը կամ հակառակը, Սերժը կդառնա նախագահան, Ռոբերտ Քոչարյանը վարչապետը։ Այդ ընտրված թեկնածուները իրանց քիչ հավաքած ցենը կուտան Ռոբերտ Քոչարյանին, որը եթե վերցնես օրինական առումով Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի դառնա ոչ նախագահ, ոչ էլ վարչապետ, որովհետև ինքը կասկածվում է շատ գործերի մեջ ու մի անգամվա ընտրված նախագահան իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունում դառնա վարչապետ կամ նախագահ, իսկ անտեսելով բոլոր օրենքները և իրավունքները, իրանք 5 տարին մեկ Ռոբերտ Քոչարյանը կելներ, Սերժ Սարգսյանը կնստեր, Սերժ Սարգսյանը կելներ, Ռոբերտ Քոչարյանը կնստեր, 20 տարի իրանք այդ ձև կառավարեցին Հայաստանի Հանրապետությունը, որը ըստ օրենքի իրավունք չունին մի անգամ կառավարող նախագահը երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ դառնա վարչապետ կամ նախագահ։